Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել կառավարության 2020 թվականի 284N որոշման մեջ, որով կարգավորվում են լիազոր մարմնի կենսաթոշակառու հարաբերությունները, միասնական սոցիալական ծառայություն եւ կենսաթոշակառու փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման այդ process-ը սահուն իրականացնելն է եւ որոշակի ես անցյալ նիստին էլ ասացի, որ որոշակի նոր ըստ էության process-ներ ենք ներդնում, որը թույլ է տալու մեր այնպիսի քաղաքացիների, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացը անելու, որևէ կերպ չզրկվեն իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից, նախատեսում ենք սուրանդակային առաքման եղանակը կամ սուրանդակային ծառայության կամ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության աշխատակցի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք որ այդ գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրաված լինել, ամեն ինչը նկարագրված է, կան որոշակի էլի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքացիներին շարունակել կենսաթոշակ ստանալ, որպեսզի, ինչպես նշեցի, իրոք որևէ մեկը զրկված չլինի ապրիլի 1-ին իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից ու առիթը օգտագործելով ուզում եմ ասել, մենք այնուամենայնիվ ամեն օր ինքնական փոփոխությունների վճարման եղանակի փոփոխությունների գործընթացը շարունակում ենք եւ այսօր առավոտյան դրությամբ 15000 քաղաքացի է մնացել, որ դեռևս չի տեղափոխվել անկանխիկի եւ ուզում եմ հիշեցնել, որ երբ որ մենք խոսում էինք այս գործընթացի սկզբի մասին, դեկտեմբերի մասին էր խոսքը, ունենք 50000 քաղաքացի, այսինքն այս 2-3 ամիսների ընթացքում մնացածը ինքնուրույն մեր միասնական սոցիալական ծառայության աջակցությամբ իհարկե կամ արկա ձևով դիմում գրելով կամ on-line ձևով դիմում գրելով արդեն իսկ տեղափոխվել են եւ մենք խնդիր ունենք դա անել հնարավորինս շատ, որովհետեւ Մարտի 5-ից դա արվելու է ավտոմատ բաշխվելու են մնացած քաղաքացիները այն բանկերի միջև, որոնք համաձայնվել են մասնակցել այս գործընթացում եւ 5-ից ապրիլի 1 ժամանակահատվածը հատուկ վերցրել են հնարավորինս լայն, որպեսզի առաքումները տեղի ունենան եւ որևէ խոչընդոտ, եթե նույնիսկ տեղի ունենա այդ առաքման փուլում, հնարավորություն ունենք եւս մեկ անգամ առաքելու եւ գործընթացը ըստ էության ավարտին հասցնելու ապրիլի 1-ով ու գիտեք, որ մեր մոտ կենսաթոշակները վճարվում են նախապես այդ ամսվա համար եւ փաստորեն այս քաղաքացիները նաեւ անկանխիկ եղանակով միանգամից կստանան այդ նոր չափով կենսաթոշակները։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, մենք ունենք մի որևէ միասնական կոնտակտային համար, որ այն թոշակառուները, ովքեր չեն ցանկանում այցելել կամ հնարավորություն չունեն այցելեն բանկ, զանգեն, կապվեն երևի ՄՍՑ-ի հետ, որպեսզի ՄՍՑ-ն սկսի կազմակերպել այդ գործընթացը։ Միասնական համար իհարկե ունենք, դա մեր թեժգծի համարն է 114 համարով, բայց մենք չենք սպասել, որ կենսաթոշակները զանգեն մեզ, մենք արդեն 3 ամիս է ինքներս ենք զանգում եւ ըստ էության գիտենք այն կենսաթոշակառուներին, որոնք որ չեն կարողանալու, մենք բոլորին գիտենք, էլի իրենց բոլոր տվյալներով եւ այս կարգավորումը հենց դրա համար է, որ նույնիսկ եթե չեն զանգել, նույնիսկ եթե որևէ գործողություն չեն արել, պարզապես սպասել են իրենց հերթին, հա, այսպես ասած, դա ավտոմատ տեղի է ունենալու, մենք ենք գնալու իրենց մոտ, իրենք կարիք չունեն գալու, առաքման պայմանները բանակցվել են, բանակցվում են, բանկերը սկզբում ավելի քիչ էին, հիմա ավելի շատացել են, այսինքն նաև խնդրել ենք, որ հնարավորինս ներգրաված լինեն ավելի շատ բանկեր, որ յուրաքանչյուր բանկին քիչ թվով, հա, շահառուներ հասնի եւ իրենք կարողանան այդ լոգիստիկ հարցերը լուծել։ Ամեն ինչ անում ենք, ջանքեր ենք ներդնում, որ իրոք որևէ մեկը որևէ խոչընդոտի չհանդիպի, մինչ այս պահը իջեցող թվերը դրա մասն են վկայում ամեն դեպքում։ Շատ լավ, պարոն Թորոսյան, եթե անհրաժեշտություն լինի կրկին հավաքվել, քննարկել ինչ որ բաց հարցեր, եթե մնացել է, խնդրում եմ ասեք, եւ ուզում եմ Տիկին Սարգսյան անձնագրերի հետ կապված հարցնեի, ինչ վիճակ ունենք 2000
Ես ասեմ մարդու էլի, հետ կապված էր, չէ՞։ այդ մասով ավելի լավ վիճակում ենք, այսինքն նաև երբ որ մենք դիմում ենք մեր քաղաքացիներին, ասում ենք, գիտեք, դուք չունեք անձնագիր, ճնշող մեծամասնությունը ովքեր որ չունեն անձնագիր, կարող են ինքնուրույն դա անել եւ անում են, այդ մասով ահազանգերի մակարդակը, այսինքն ճնշումը շատ ցածր է, պետք է որ խնդիր չունենանք եւ մոռացա մի բան խնդրել, պարոն Գրիգորյան, մի երկու վրիպակ կա, որ կխնդրեմ թույլ տաք մինչեւ ստորագրման տալը ուղենք որոշման մեջ։ Շատ լավ։ Տիկին Սարգսյան, ձեր մոտ հանգիստ է, այսինքն ոչ մի արտարոց բան չկա անձնագրերի հերթին։ Անձնագրերի մասով հարցեր չկան։ Շատ լավ, շնորհակալություն։ Խնդրեմ, հարգելի գործընկերներ, կան հարցեր, առաջարկություններ, չկան, առաջարկում են որոշումն ընդունել, ովքեր են դեմ չկա, որոշումը ընդունվեց։